Պոպուլիզմ բառի լայնածավալ եւ անհարկի կիրառության պակաս ակնհայտորեն չկա։ 2017 թվականին Քեմբրիջի բառարանը պոպուլիզմը տարվա բառ էր հռչակել, հաշվի առնելով դրա հաճախակի օգտագործումը։ Պոպուլիստ պիտակը վերածվել է ընդդիմախոսին լռեցնելու գործիքի, ինչից հաճախ օգտվում են հենց իրենք, պոպուլիստները։ Յան Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը» աշխատությունն արժեքավոր է նրանով, որ առաջարկում է հասկացության մեկնաբանության լավ հիմնավորված մի շրջանակ։ Դրանից դուրս են մնում օրինակ պոպուլիզմի հետ սխալմամբ նույնականացվող դեմագոգիան եւ նմանատիպ այլ երևույթները։ Մյուլլերի մեկնաբանությամբ դեմագոգիան կամ ամբողավարությունը, ամբողահաճությունը այդքան էլ արժեքավոր շրջանակ չէ քաղաքական կյանքը նկարագրելու համար։ Ինչ որ իմաստով քաղաքական գործիչների ու կուսակցությունների մեծ մասը դեմագոգ է, այսինքն ամբողահաճ է։ Նրանք բարդ խնդիրներին պարզ, բայց չաշխատող լուծումներ են խոստանում, հաճոյանում ու սիրաշահում են ժողովրդին, ընդդիմություն լինելով եւ պատասխանատվություն չկրելով արկածախնդիր ու վտանգավոր կոչեր են հնչեցնում։ Բնականաբար քաղաքական գործիչները մեծամասնությանը ընկալելի ու ցանկալի բաներ են ասում, փորձում են ցույց տալ, թե հաղորդակից են հասարակ մարդկանց ապրումներին ու դարդերին։ Խփենք ավտովազքով թափթփվածությանը, ճանապարհազրկությանը եւ բյուրոկրատիզմին։ Դժվար է տարբերակել, թե այդ բոլոր գործիչներից ու քաղաքական խմբերից որն է իրականում պատասխանատու կամ անպատասխանատու, անկեղծ կամ կեղծավոր։ Նրանք բոլորն էլ արտահայտում են հասարակական որոշակի խավերի կարիքներն ու շահերը։ Հետևաբար, դեմագոգիայի մեղադրանքը դժվար է հիմնավորել ու փաստարկել։ Եթե նույնիսկ մեղադրանքը տեղին է, իրականում դա այդքան էլ մեղադրանք չէ, քանի որ դեմագոգիան քաղաքականությանը հատուկ մի բան է, ոչ թե հանցանք։ Այսպիսով դեմագոգիա հասկացությունն օգտակար սխեմա չէ քաղաքական դաշտի դերակատարներին դասակարգելու համար։ Լրիվ այլ հարց է պոպուլիզմը, որն իրական վտանգ է սպառնում ժողովրդավարական կարգին եւ որի ուսումնասիրությունը պահանջված է։ Հոլանդացի քաղաքագետ Քաս Մյուդեի բնորոշմամբ պոպուլիզմն այն գաղափարախոսությունն է, որը հասարակությունը բաժանված է համարում երկու միատարր եւ հակադիր խմբերի՝ մաքուր ժողովրդի եւ կոռումպացված էլիտայի, եւ պնդում է, որ քաղաքականությունը պետք է լինի ժողովրդի ընդհանուր կամքի արտահայտությունը։ Ըստ նրա, պոպուլիզմը նեղ գաղափարախոսություն է, այսինքն այն չունի սեփական դիրքորոշումներ կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Օրինակ, թե պետությունն ինչ չափով եւ ինչպես կարող է միջամտել շուկայի կարգավորմանը, հարկային համակարգն ինչպիսին պետք է լինի կամ անվտանգության հարցերն ինչպես պետք է լուծվեն։ Նեղ լինելով, այսինքն զերծ լինելով սեփական մոտեցումներից, պոպուլիզմը հաջողությամբ հեծնում է որևէ քաղաքական գաղափարախոսություն։ Կարող է լինել ձախ կամ աջ պոպուլիզմ։ Հիմնականում հանդիպում է ծայրահեղ ձախ կամ ծայրահեղ աջ պոպուլիզմը։ Յան Վերներ Մյուլլերի հայեցակարգը համահունչ է Քաս Մյուդեի մեկնաբանությանը, բայց զարգացնում ու հարստացնում է այն։ Ըստ Մյուլլերի, պոպուլիզմի առանցքային հատկանիշներն են. Առաջին, պոպուլիստների աշխարհում էլիտաները բարոյազուրկ են, կոռումպացված եւ դավադիր, իսկ նրանց հակադրվող ժողովուրդը բարոյական ու համասեռ հանրույթ, որը չի կարող սխալվել։ Պոպուլիստներն անմեղ ու քրտնաջան աշխատող մարդկանց հակադրում են կոռումպացված էլիտային, որին միայն իր շահերն են հետաքրքրում։ Յուրաքանչյուր պոպուլիստ փորձում է միավորել իր ժողովրդին, այսինքն միակ իրական ժողովրդին։ Բնականաբար այդպիսի ժողովուրդ գոյություն չունի, հորինվածք է։ Երկրորդ հատկությունը. Պոպուլիստները հակապլյուրալիստ են, ըստ նրանց բազմազանությունն ու բազմակարծությունը վտանգավոր են, քանի որ մասերի են բաժանում անարատ եւ համախմբված ժողովրդին։ Նրանք երազում են հոլիզմի, ամբողջապաշտության մասին, որտեղ հանրույթը պետք է բաժանումների չենթարկվի։ Քանի որ իրական ժողովուրդը միասնական է, այդ ժողովրդի բոլոր մասնիկները միասին կարող են ունենալ մեկ իսկական ներկայացուցիչ։ Օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության համագումարում իր բազմաթիվ քննադատներին հակադարձել էր ասելով. «Մենք ենք ժողովուրդը, դուք ով եք»։ Եվ երրորդ կարևոր հատկանիշը. դեմ չլինելով ժողովրդավարությանն ու քաղաքական ներկայացուցչությանը, պոպուլիստները պնդում են, որ միայն իրենք են ժողովրդի լեգիտիմ եւ իսկական ներկայացուցիչները։ Դրա համար պետք է եւ կարելի է արանքից հանել բոլոր միջնորդներին, օրինակ բարդ կուսակցական կազմակերպություններին։ Եթե նախկինում կուսակցություններն ընդունելի միջնորդ էին պլյուրալիստական, այսինքն բազմազան ու բազմակարծիք հասարակության եւ քաղաքական համակարգի միջև, ապա պոպուլիստների համար դրանք անհարկի տարանջատում ու լարվածություն ստեղծող մարմիններ են։
Պատահական չէ, որ պոպուլիստ գործիչները սիրում են ժողովրդի հետ ուղիղ կապի մեջ լինել, օրինակ հեռուստատեսային շոուների եւ ուղիղ եթերների, մեդիա ժողովրդավարության միջոցով։ Ըստ պոպուլիստների, ընտրության ժամանակ գրանցված թվերը դեռ ոչ մի բանի մասին չեն վկայում։ Երբ պոպուլիստ գործիչը պարտվում է ընտրություններում, նա միշտ հղում է անում այն բանին, որ ինչ-որ միտեղ կա մի իսկական մաքուր ժողովուրդ, որը դեռ համախմբված չէ, հնարավոր է մոլորված է եւ դրա համար իր ձայնը չի բարձրացրել։ Ենթադրյալ իսկական ժողովուրդը լուրջ, չհամախմբված կամ մոլորված հակադրվում է ընտրությունների արդյունքներին։ Հաշվարկված քվեաթերթիկները նրանց համար կարևոր չեն։ Կարևորը ժողովրդի ծպտյալ ինքնությունն ու կամքն է, որի արտահայտման աստղային ժամը դեռ կգա։ Ստացվում է, որ պոպուլիստները ժողովրդի ինչ-որ անորսալի խորհրդավոր էությունն են ներկայացնում, ոչ թե նրա արձանագրված կամքը, արտահայտված թվերով եւ այլ էմպիրիկ փաստերով։ Այս վտանգավոր մեկնաբանությամբ ժողովուրդը դուրս է դրվում ժողովրդավարական, քաղաքական գործընթացներից եւ արհեստականորեն հակադրվում է դրանց իրական արդյունքներին։ Ինչ է ստացվում։ Պոպուլիստները պայքարում են հանուն այդ իմաստուն ու վեհ ժողովրդի, նրա երջանկության ու բարեկեցությամբ, բայց անտեսում եւ չեն հարգում նրա քվեարկության արդյունքները։ Միասնական ժողովրդի գաղափարից բխում է, որ կա մեկ որոշակի ընդհանուր բարիք եւ քաղաքական գործչի կամ կուսակցության խնդիրն է անշեղորեն իրագործել այդ քաղաքականությունը։ Մյուլլերը մեջբերում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետևյալ միտքը. Տնտեսությունը վերականգնելու համար տեսություններ պետք չեն։ Պետք են պինդ վստահելի տղերք, մի 30 հոգի, որոնք կանեն այն, ինչ բոլորս էլ գիտենք, որ պետք է անել։ Օրբանի այս մոտեցումը տեղ չի թողնում կասկածի եւ բանավեճի համար։ Այն հղում է անում բոլորի կողմից իբր ընդունելի եւ իբր ակնհայտ ճշմարտության գոյությանը։ Ժողովուրդը իբր խոսում է մի լեզվով եւ տալիս է իմպերատիվ մանդատ, որն էլ քաղաքական գործիչներին հստակ թելադրում է, թե ինչ է պետք անել։ Պոպուլիստները խոսում են այնպես, կարծես ժողովուրդը կարող է մշակել եւ ունենալ միասնական դատողություն, միասնական կամք եւ միասնական մանդատ։ Իշխանության ղեկին գտնվող պոպուլիստներն էլ իրենց ձախողումները մեղսագրում են կուլիսային դավադիր էլիտաներին, արտաքին կամ ներքին։ Նրանք իրենց դիրքավորում են որպես էլիտաների դավադրությունների եւ սաբոտաժի զոհեր, անհաջողությունների համար բողոքելով այդ չար ուժերից։ Իշխանության եկած պոպուլիստները տևական ժամանակ իրենց պահում են այնպես, կարծես դեռ ընդդիմություն են, դեռ իրական իշխանություն չունեն։ Յան Վերներ Մյուլլերը նշում է, որ պոպուլիզմը ծաղկում է, երբ գերիշխող են դառնում ժողովրդի ինքնության եւ ինքնիշխանության վտանգված լինելու մտավախությունները։ Պոպուլիզմի աճին է նպաստում նաև այն զգացումը, որ տեխնոկրատ եւ լիբերալ փորձագետներն անարձագանք են թողնում ժողովրդի ձայնը եւ հեռացել են նրանից։ Դրա հետևանքով անտեսված խավերը պոպուլիստ առաջնորդների մեջ են տեսնում իրենց շահերի անկեղծ ու անշահախնդիր արտահայտողներին։ Պոպուլիզմը սնուցող աղբյուրներ են նաև մարդկանց հակազդեցությունն անզուսպ կապիտալիզմին, որտեղ ուժերները միշտ հաղթում են, եւ փոքրամասնությունների իրավունքների ընդլայնումը։ Շատ մարդիկ վախենում են նեոլիբերալ փաթեթավորմամբ ժողովրդավարությունից, որը կապում են անհատապաշտության, մատերիալիզմի, աթեիզմի, էթնիկ եւ սեռական փոքրամասնությունների ամրապնդման հետ։ Օրինակ Դոնալդ Թրամփի 2016-ի հաղթարշավին նպաստեց այն տարածված մտահոգությունը, որ ԱՄՆ-ն վերածվում է մեծամասնական փոքրամասնության երկրի։ Ամերիկայում մտավախություն կար եւ հիմա էլ կա, որ սպիտակամորթ եւ կրոնական դավանանքով բողոքական ժողովրդի ավանդական կերպարը կվերանա։ Օրինակ 2016-ի ընտրարշավում Թրամփը հայտարարել է. Միակ կարևոր բանը ժողովրդի միավորումն է, քանի որ մյուս մարդիկ որևէ նշանակություն չունեն։ Ստացվում է, ովքեր չեն միավորվել, ժողովուրդ չեն, մյուս մարդիկ են։ Սնվելով այս վախերից ու դժգոհությունից պոպուլիզմը ձևականորեն հավատարմություն է ցուցադրում ժողովրդավարական ընթացակարգերի ու արժեքների հանդեպ, սակայն իրականում փորձում է խարխլել դրանք։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, օրինակ, պոպուլիստ լինելու կարիք չունի։ Եթե չկան ազատ եւ մրցակցային ընտրություններ, հետեւաբար ժողովրդին սիրաշահելու եւ նրան զգայական կոչեր հղելու անհրաժեշտությունն էլ չկա։ Հենց ժողովրդավարությունն է ստիպում, որ ամբողջապաշտական հակումներ ունեցողները արտաքուստ ընդունեն խաղի կանոնները եւ իրենց ժողովրդավար ձևացնեն։ Կիրառելով ժողովրդավարության բառապաշարն ու գործիքները, պոպուլիստներն իրականում տանել չեն կարողանում այլակարծությունը
եւ հարմար առիթի են սպասում այն վերացնելու համար։ Երբ ժողովրդավարությանը սպառնացող վտանգները դրսից են, ծայրահեղական այլ գաղափարախոսությունների կամ հարևան ագրեսիվ պետությունների կողմից, դրանք տեսանելի են, դրանք ակնհայտ ռիսկեր են։ Մինչդեռ պոպուլիզմը գառան մորթի հագած գայլն է, ներսից է այլասերում ժողովրդավարությունը։ Մյուլլերի տեսական սխեման զերծ չէ որոշ բացերից։ Խնդիրներից մեկը պոպուլիստական հռետորաբանության չափելիությանն է վերաբերում։ Եթե շատ պարզեցնենք, ապա քանի դատողություն կամ ելույթ է բավարար քաղաքական գործչին պոպուլիստ կոչելու համար։ Ենթադրենք 1-2 անգամ հանրահավաքների ժամանակ հնչեցրած զգայական կոչերը բավարար են արդյոք, որպեսզի տվյալ գործչին համարենք պոպուլիստ։ Եթե ոչ, ինչ քանակի կամ որակի պետք է լինեն այդ ուղերձները, որպեսզի նրան բնորոշենք որպես պոպուլիստ։ Իսկ եթե այդ ելույթը ոչ թե հանրահավաքում է հնչել, այլ ուրիշ միջավայրում, ասենք կուսակցության համագումարին կամ կառավարության նիստին, անմիջական լսարանն ու միջավայրը պոպուլիստական տեքստի կարևոր համատեքստ են, թե ոչ։ Այս հարցերը գրքում բավարար չափով քննարկված չեն։ Մյուլլերի տեսության մյուս դժվարությունը ով է ասում հարցի պատասխանը գտնելն է։ Ենթադրենք քաղաքական ուժը իր ներսում աշխատանքի բաժանում է կատարել եւ դրա համաձայն պոպուլիստական կարգախոսներ են հնչեցնում կուսակցության միայն որոշակի գործիչներ։ Մինչդեռ կուսակցության վերնախավի մի մասը, ներառյալ առաջնորդը, հանրայինորեն զերծ են մնում նման հռետորաբանությունից։ Այդ դեպքում որքանով է արդարացի ամբողջ քաղաքական ուժին պոպուլիստ կոչելը։ Առաջնորդն այդպիսով մաքուր է մնում եւ նրա փոխարեն սևագործ աշխատանքը կատարում են կուսակցական ընկերները, հավատարիմ լրագրողները, փորձագետներն ու բլոգերները։ Դժվար է որսալ ուրիշների միջոցով խոսող պոպուլիստ գործիչներին։ Եվ Մյուլլերի առաջարկած տեսական սխեմայի երրորդ խնդիրը կամ բացը։ Նա նշում է, որ պոպուլիստների կառավարմանը բնորոշ են զանգվածային կլիենտալիզմը, պետության զավթումը կամ յուրացումը, սահմանադրության, անկախ դատարանների եւ իշխանության այլ հակակշիռների հանդեպ ոտնձգությունները։ Սակայն թվարկված ամենը բնորոշ է քաղաքական շատ տարբեր վարքագիծ ունեցող ուժերի եւս։ Հաճախ ժողովրդավարական ուժերն էլ իշխանության գալուց հետո զերծ չեն մնում նշված գայթակղություններից ու փոխակերպումներից։ Գրքում բավարար փաստեր չեն բերվում առ այն, որ թվարկվածները հենց եւ միայն իշխանություն ստացած պոպուլիստներին են բնորոշ։ Իրականում այդ արգելված պտուղներին ձգտում է ցանկացած իշխանություն, որը չունի բավարար հակակշիռներ։ Սա ցանկացած իշխանության չար բնույթն է, ոչ թե միայն պոպուլիզմի։ Ժամանակակից պոպուլիզմն ամբողջատիրության, տոտալիտարիզմի ձևափոխված եւ հմուտ հարմարված տարբերակն է։ Ժամանակակից աշխարհում ամբողջատիրական ռեժիմները գոյատևման սուղ հնարավորություններ ունեն։ Թե միջազգային հարաբերությունների համակարգը, թե հասարակությունների ընդհանուր զարգացումն ու մշակութային փոխանակումը դժվարացնում է ամբողջատիրական կամ տոտալիտար ռեժիմների գոյատևումը։ Բայց ամբողջապաշտության կիրքն ու ձգտումն առ ամբողջատիրություն ոչ միտեղ չի անհետանում։ Այն իր նոր դրսևորումն է գտնում միասնական ու անաղարտ ժողովրդի անունից խոսող պոպուլիստների կերպարով։ Պոպուլիստներին նյարդայնացնում է ուրիշը, որը դուրս է իսկական ժողովրդի հավաքական կերպարից։ Երբ այդ ուրիշները, տարբերվողները շատ են եւ ձայն ունեն, վտանգվում է պոպուլիզմի հիմքը։ Հավատն առ այն, թե իբր կա ժողովրդի մի խորհրդավոր էություն, միաձայն, միադեմ եւ միահամուռ։ Ուրեմն, ինչ է պետք անել։ Առաջինը հարկավոր է պոպուլիզմից խլել նրա հենարանը, ժողովրդին։ Այս դեպքում հնարավորինս դադարել կիրառել ժողովուրդ բառը։ Հենց այդ բառն օգտագործեցինք մեր աչքի առաջ է հառնելու իմաստուն տղամարդու կամ կնոջ հավաքական մի կերպար։ Նրա մտքերն ու դիմագծերը շատ համոզիչ են թվալու, շատ պայծառ ու մաքուր։ Եվ ակամա ընկնելու ենք նույն ծուղակի մեջ։ Ով չի տեղավորվում այդ վեհ կերպարի մեջ, այնքան էլ ժողովուրդ չէ կամ ճիշտ ժողովուրդը չէ։ Ուրեմն ժողովրդից հրաժարվել է պետք, բառից իհարկե։ Ինչով է վատ հասարակություն բառը։ Եթե ժողովուրդն արտակարգ մի կուռք է իմաստունեությամբ ու միահամուռ կամքով, ապա հասարակությունը բավական համեստ է, հասարակությունը հասարակ է։ Հասարակությունը սխալական անհատներն են, որ ամբողջական մարմին չեն, ոչ էլ հավաքական կամք կամ միանման բնավորություն ունեն։ Ժողովուրդն անսխալ է եւ միակ ճշտի կրող։ Հասարակությունը բազում սխալների ու բազում ճշմարտությունների մեկտեղում։ Ժողովրդի անունից խոսում են ով ուզի եւ ինչպես ուզի։
Հասարակության անդամը խոսում է միայն իր անունից եւ ոչ մեկի միջնորդը կամ ներկայացուցիչը չէ։ Պոպուլիզմի կազմաքանդումը լեզվի միջոցով է հնարավոր։ Երբ անհատներին հասարակություն կոչենք եւ հանգիստ թողնենք ժողովրդին, նրա փրկության միջնորդներն էլ ասպարեզից դուրս կգան։